Այսօրը Տերը ստեղծեց եւ Աստված հրաշալի է, որ մեզ մեկտեղ հավաքել է եւ Տերը այստեղ ներկա է։ Գիտեք, այսօր ես մի քիչ իմ սրտից քո հետ խոսելու եմ։ Խոսելու եմ եւ ուզում եմ, որպեսզի մենք ամեն մեկս այս ընթացքում իրականում շատ ուժեղ նայենք ամեն մեկս մեր սրտի ամենախորը տեղերը, մեր սրտի ամենածածուկ տեղերը, մեր սրտի այն տեղերը, որտեղ որ Աստված է տեսնում եւ այդտեղ սկսենք մենք ինչ որ ձեռնարկել մի աշխատանք, մի գործ, այդ խորը տեղերի մեջ, որտեղ ես հավատացած եմ, որ սրտի խորը տեղերում Աստված հասնում է, գործում է։ Ամենախորը տեղերը, որ մարդ երբեք չի կարող հասնի, Աստված հասնում է, Աստված տեսնում է։ Աստծո խոսքն ասում է, որ սրտեր քննողն ինքն Աստված է։ Երիկամունքներ ու սրտեր քննող Աստված։ Բայց այնքան կարևոր է, որ ես եւ դու թույլ տանք, որ Աստված գործի այդ ամենախորը տեղը մեր ներսում։ Ես այսօր խոսալու եմ մեր ընտանիքի մասին։ Ընտանիք, որը որ եկեղեցին է, ընտանիք, որը որ մեծ ընտանիքն է, որ Աստծո ընտանիքն է, որտեղ ես մի անդամ եմ, որտեղ դու մի անդամ ես, որտեղ մենք պետք է մեզ ասենք մեր տունը, որտեղ ամեն մեկս պետք է նայենք, սա իմ տունն է, ամեն, ու երբ որ մեր սրտի խորքում ամեն մեկս գիտենք, որ սա իմն է, մենք կուժեղացնենք մերը։ Գիտեք, երբ մարդը, երբ որ չի ուժեղացնում, երբ որ համարում է դա իրենը չի, երբ որ մի բանից ձեռքերը լվացած է, երբ որ մի բանից ձեռքերը լվացած է, նա այդ կողմի վրա չի աշխատում, բայց եթե ձեռքերը լվացած չի, համարում է իրենը, նա այդտեղ գործում է, նա այդտեղ աշխատում է, նա այդտեղ ուզում է, որպեսզի ուժեղանա, զորանա, որտեղ դա իրենն է, ծաղկի, բարգավաճի, ընդլայնվի, որտեղ դա իրենն է։ Իսկ ամեն մարդ այն ինչ որ իրենն է, ուզում է, որ բարձրանա ու ծաղկի։ Դրա համար եկեղեցին իմն է, եկեղեցին մերն է, եւ եթե ես իմ սրտի խորքում նայում եմ, որ սա իմն է, ես ուզում եմ, որ սա լավը լինի, ես ուզում եմ, որ նա կատարյալ լինի, ես ուզում եմ, ես աշխատեմ, որ նա դառնա կատարյալ։ Գիտեք, կատարյալ եկեղեցի գոյություն չունի, պատճառը գիտեք որն է, որովհետև կատարյալ մարդ գոյություն չունի, որովհետև եկեղեցին մարդկանց հավաքույթը, հավատացյալ մարդկանց, մարդիկ ով հավատում են Հիսուս Քրիստոսին։ Եթե դու գտնես մի կատարյալ եկեղեցի եւ ասես ես գտա կատարյալ եկեղեցի եւ հաճախում եմ այնտեղ, այդ եկեղեցին կդառնա կատարյալ լինելուց։ Մինչեւ այդ կատարյալ էր, բայց դու մտար։ Արդեն էլ կատարյալ չի լինի։ Մենք գիտենք, որ մենք կատարյալ չենք։ Կամ մի կատարյալ, դա Աստված է։ Բայց մենք գիտենք, որ մենք գնում ենք դեպի կատարելություն, որովհետև մենք նմանվում ենք Տիրոջը։ Ու ես ուզում եմ մի կարևոր մի վիճակ, որ մենք տեսնենք, որ Աստվածաշունչը այդ վիճակի մասին նկարագրում է։ Դա գոլ վիճակն է։ Գիտեք, գոլ վիճակը ինչպիսի վիճակ է։ Տհաճ։ Մենք այստեղ ունենք, չէ, շտապօգնության աշխատակից։ Թունավորումներ տեսած կաք։ Ուրա, կաք, չէ։ Կլինի մի քանի հարցի պատասխանեք ինձ, էլի, որպես պրակտիկապես շատ, հա, հանդիպած մարդ։ Ինչ եք անում այդ դեպքում, երբ որ թունավորված աղում։ Ինչպես։ Ինչով։ Իսկ այդ մաքրելը գոլ վիճակով են մաքրում։ Գոլ, չէ, խի գոլ, ինչի գոլ։ Որովհետև դա ինչ է առաջացնում։ Արհեստական սա։ Շնորհակալություն։ Այդ բառերն են ինձ պետք, հա։ Շնորհակալ։ Գոլ վիճակը առաջացնում է արհեստական օրգանիզմը
այդպեսին չէր, բայց այդ վիճակը արհեստականորեն առաջացնում է այդ վիճակը, որտեղ օրգանիզմին օգնում է, հա, այդ որ մաքրվի եւ այլ։ Բայց այդ վիճակը շատ տհաճ երևույթ է մարմնի համար։ Այդ վիճակը տհաճ երևույթ է եւ նայեք հայտնության 3-րդ գլխի մեջ 15-16-րդ խոսքում գրված է. Գիտեմ քո գործերը, ոչ սառն ես, ոչ տաք։ Օհ, թե ցուրտ լիներ, այսինքն սառը լիներ, կամ տաք, ուրեմն որովհետև գաղջ ես, ոչ տաք, ոչ սառը, ես պիտի փսխեմ իմ բերանից։ Այդ խոսքերը Աստված ասում։ Ինքը այնպես չի, որ սա օրինակ է, որ մեր գիտակցության մեջ հասկացվի այն վիճակը, որ կարա մարդու մոտ գոլ վիճակ լինի, ոչ թե տաք։ Գիտեք, ցուրտ վիճակն էլ լավ չի։ Աստվածաշունչը ընդհանրապես ասում է, վերջի ժամանակներում շատերի սերը կսարչի, բայց ես ասում եմ, երբ է մի բան սառում, երբ որ մի բան տաք է լինում, նոր սկսում է սառել, որտեղ սառը ոնց սառի, արդեն սառն է։ Ինչ որ բան երբ որ սառում է, նա պետք է տաք վիճակ լինի, որ հետո սառի։ Այդպես է թե չէ։ Եվ հիմա սառելու process-ի ընթացքում մի գալիս է մի վիճակ, որը որ կոչվում է գոլ։ Տաք վիճակից դեպի սառը վիճակի անցնելու process-ի մեջտեղը դա գոլ վիճակն է։ Բայց ես ուզում եմ ասել, կարելի է համեմատել դա այսպիսի վիճակի հետ։ Մարդը հոգևոր, վարվող, կրակոտ, ասուն սիրելու ընթացքի մեջ վազում է Տիրոջ հետևից։ Կարծես մեքենան, այն որ մեքենայի ղեկին վարորդը քշում է, արագության մեջ, սկորուստը փոխելով եւ այլն, մեկը մի կետի անջատում է մեքենան։ Բայց այդ մեքենան դեռ գնում է, պատճառը իներցիան է։ Գիտեք, եթե կրակից մենք այն կողմ ենք գնում, հələ տակ ենք։ Բայց process-ը սկսվեց, անջատվեց ինչ-որ մի բան մեր կյանքի մեջ։ Եվ այդ դեռ իներցիայով շատ անգամ մեր կյանքում քրիստոնեության ընթացքի մեջ իներցիայով մենք գնում ենք կողքից նայում են ասում են հələ ինչ արագ է գնում։ Բայց Աստվածը տեսե, որ մեր կյանքում արդեն շարժիչն անջատված է։ Կրակից այն կողմ ենք արդեն։ Եվ այդ process-ը սկսվում է ու գալիս է մի կետ, մի իրավիճակ, որ մենք դառնում ենք գոլ։ Հետո մի քիչ էլ հետո դառնում ենք ընդհանրապես սառը, անտարբեր բառն եմ օգտագործում։ Գիտեք, եթե իմն է եկեղեցին, ես ոնց կարամ անտարբեր լինեմ։ Դա արդեն խոսում է իմ սրտի սառած կամ գոլ վիճակի մասին։ Անտարբերություն։ Ինչ անեմ։ Կրակի վրա մնա, ուրիշ ոչ մի բան։ Բա շատ պատճառներ կա։ Այո, այդ որ մի տանը պատճառ չկա։ Ամեն մեկիս անհատապես նստենք, սկսենք խոսալ։ Իհարկե, ամեն մեկս այնքան պրոբլեմ կարանք մեր ընտանիքի մեջ գիտենք ամեն մեկս, չէ՞։ Այդպես է թե չէ։ Բայց ով է դադարում ասել այդ իմ տունը չի էլ։ Ինչ է կարծում, պրոբլեմները պետք է մեզ սառացնի ու գոլացնի։ Թե եթե մի բան քոնն է, դու պետք է ասես ոնց թե թևերդ կշտես ու անցնես գործի։ Որովհետև քոնն է։ Եթե դու չանես, ով է անելու։ Գիտեք պատճառը որն է, որտեղ դա քոնն է։ Մի իրավիճակ եկավ, Հովհաննեսի ավետարան 6-րդ գլխի մեջ է գրված։ Հիշում եք Հիսուսը, երբ որ ասում էր, մինչև չուտեք իմ մարմինը, չխմեք իմ արյունը, ձեր մեջ կյանք չունեք։ Գիտեք, երբ էր ասում, երբ որ հրյա ժողովրդի մեջ ինքը ոնց որ ժողովուրդը չէր հասկանում, ինչպես են ասում, մարդ ուտեմ ես։ Մարմին ուտեմ, մարդ ուտեմ։ Եվ այդ խոսքերը շատերին ասեց, այս մարդը ոնց որ մի բան է ինչի։ Խիստ էր, գայթակղեցրեց Հիսուսի ասածը։ Գիտեք, եկեղեցին մեր եկեղեցում շատերը կարան գան։ Ասեն, «Յա, այս ինչ է այստեղ կատարվում, այնքան էլ չեմ հասկանում»։
Այս ծափ են տալի, այս ոնց որ էս ինչ քեֆ ուրախության մեջ ելնեն։ Չհասկանանք, այս ինչ ձևի է փառաբանությունը։ Այս փառաբանությունն է, թե մեր իմացածը պետքա շարական լինի։ Ես չեմ ասում շարականը վատ է։ Փառաբանություն, երկրպագություն։ Բայց ես ասում եմ Աստվածաշնչում կա նույնպես երգով, պարով, ծափով փառաբանություն։ Ես չեմ ասում շարական չկա, ես ասում եմ սա էլ կա։ Զոհաբերություն եք հավատում, իա։ Հələ տոպրակն էլ դեմով անցնում է։ Այո։ Իմ տունն է, չէ՞։ Մենք էլ սենց ենք ուզում։ Դա ձեզ գայթակղեցնում, հա։ Նեք, հա, բոլորին կարա տարբեր։ Մարմին, Քրիստոսի մարմինը։ Շարունակություն, օրինակ ես ընդհանուր էլի ծառայությունների առումով ասեմ։ Բոլոր, եթե մենք նայենք, ես բանկական էս ոնց հաստ է։ Նայեք Քրիստոսի մարմին, սա ընտանիքա թե չէ։ Սա ընտանիքա։ Եվ ընտանիքի մեջ կարա տարբեր բաներ լինի։ Եվ նպատակը գիտեք որն է, որ դու տաք վիճակից դադարես տաք վիճակ լինելուց։ Որ դու ասես, հա, այս արդեն, էլ չես ասում արդեն իմ, ասում ես ձեր։ Այդ ձեր եկեղեցին, էլ չես ասում իմ եկեղեցին։ Ձեր մոտ, չես ասում մեր մոտ։ Գիտեք, լավն էլ է իմը, վատն էլ։ Ով գիտի, որ կա լավ էլ, վատ էլ։ Բայց եթե իմն է, իմն է։ Գիտեք, որ չարաճճի երեխեք էլ են ելնում տանը։ Բայց իմն է։ Դադարում են իմը լինելուց։ Ընդհակառակը ցույց են տալի գործի շատությունը, որ ես շատ բան պիտի անեմ։ Բայց չի նշանակում իմը չի։ Կա չէ եկեղեցում, հետ ձեր մոտ այս մարդն էլ է գալի, ձեր մոտ էլ, ձեր մոտ այս մարդն էլ է գալի։ Հա, եթե մերն է, ձերը չի, ինչ կապ ունի ով է գալի, քեզ ինչ։ Հա, չարաճճի երեխեք կարան լինեն։ Հիսուսի մոտ ովքեր էին գալի։ Կույրեր, կաղեր։ Հա, մեր մոտ այդ կույրերն ու կաղերն են հավաքվում։ Մեր մոտ կատարյալները չեն հավաքվում։ Հիսուսը մեղավորների ընկերն է։ Մեր մոտ մեղավորներն են, Հիսուսն էլ ասեց, ես էլ ձեր ընկերն եմ։ Առաջի մեղավորն էլ հովիվն է։ Չեմ ասում ես իմ ինչ, պրոստը համեմատության համար եմ ասում։ Չասեք հովիվը ասես բեմից խոստով անես մեղավորա, վсё, հարցա։ Նենց բան չեմ արել, որ վсё լինի ժողովուրդ։ Դուք միշտ միտքը հասկանում եք, չէ՞ իմ ասած։ Գիտեք, շատ պատճառներ կարա լինի, շատ, որ ինձ դարձնի տաք վիճակից գոլը։ Բայց ոչ մի պատճառ պիտի ինձ այդպեսին չդարձնի։ Գիտեք, մարդը երբ որ տաք վիճակից փորձում է արդեն կրակից են կոմա գնում, իր շուրթերը սկսում է խոսել են բացասականները, որ կան։ Բամբասանքը գիտեք ինչ է։ Բամբասանքը դա քննադատություն է։ Գիտեք ինչա նշանակում, հələ եկեք բառը բացենք, ինչա նշանակում քննադատություն։ Քննել եւ ասես քննում են, վերջը միտոգն ասում են դատում, վճիռը, դատել։ Քննել եւ դատել։ Ես կարամ մենակ ինձ քննեմ ու դատեմ։ Եթե դատեմ ինքս ինձ, ես չեմ դատվի այս աշխարհի հետ։ Եթե եղբորը աչքի միջի շուղը տեսնում եմ, իմ աչքի մեջ հաստատ ուրեմն գերան կա։ Ուրեմն ես պետք է կենտրոնանամ իմ աչքի գերանը հանելու վրա։ Այնքան կարևոր է, որ ես եւ դու եկեղեցին ուժեղացնող մարդ լինենք։ Եթե մի բան տեսել ես, որ եկեղեցում թույլ է, դու ես տեսել։ Ինչ ես անում, որ այդ մանը ուժեղանա։
Միգուցե ուրիշը չի տեսել, բայց մտածում ես, խի ես տեսա։ Ինչ արեցի, տեսա, որ քննեմ եւ դատեմ, թե տեսա, որ մտնեմ ու աշխատեմ։ Եթե մենք ուզում ենք մտնենք ու աշխատենք, ուրեմն ես ասում եմ, սա իմն է։ Եթե ես սկսում եմ քննել ու դատել, ես ասում եմ, սա իմը չի։ Օրինակը պարզ է, չէ՞։ Տարբեր ձևի հայացքներ կա, իսկ այդ հայացքները կա չէ, այսպեսի ասացված կսում ամեն մարդ աշխարհը տեսնում է իր վիճակը, ինչպիսին ինքն է, այնպիսին ինքը տեսնում է։ Այո, ես ինչպիսին եմ, ես այդպես եմ, իմ աշխարհ հայացքը բառ կա, հայերենում լավ բառ է դա օգտվել։ Իմ աշխարհ հայացքը։ Ինչպիսին է իմ աշխարհ հայացքը, ինչպիսին ես եմ, այնպիսին է իմ աշխարհ հայացքը։ Կարող աշխարհը ընդհանրապես այդպեսին չլինի, դիմացը այդպեսին չլինի, բայց ես այդպես տեսնում եմ, այդպես մտածում եմ, իմ ակնոցները այդպեսին է։ Ինչ ակնոց դրած եմ, այդ ակնոցի գույնով էլ տեսնում եմ։ Ինչպես իմ մտածելակերպն է, այդպես էլ ես մտածում եմ։ Ինչպես ես ձևավորված եմ, այդպես էլ իմ կարծիքը ձևավորվում է։ Դրա համար մենք մեր բժշկությունը մեր ներսից Աստված սկսել է, որ մեր ներսի փոփոխությամբ մենք սկսենք տեսնել ճշմարտությունը։ Լավ, շարունակելով այստեղը, ասեցի մարմինը ուտեք ու իմ հացը, հա, իմ ուտեք ու իմ արյունը խմեք, հա։ Եվ այստեղ ասեց 60-րդ խոսքից գրված է։ Եվ այս ասեց ժողովարանում, երբ որ Կափառնայի մեջ սովորեցնում էր։ Եվ նրա աշակերտներից շատերը, չի ասում է ժողովրդից, աշակերտներից։ Աշակերտներն ովքեր էին։ Իմոնք, մենք, իմը 1000 երեխա լինի։ Իմ երեխուն բարձրացնեն, գրկեն, ասեն, «Էս ումն է», ասում եմ, իմը 1000-ի մեջից։ Իմը հազարավորների մեջից աշակերտները ամբողջը չէին։ Աշակերտներից շատերը։ Հիսուսի իմոնքներից, սենց ասեմ, իմիններից շատերը, որ լսեցին, ասեցին, խիստ է այդ բանը, ով կարա լսել դրան։ Բայց երբ որ Հիսուսը իմացավ իր անձում, թե իր աշակերտները տրտնջում էին դրա համար, նրանց ասեց, դա գայթակղեցնում է ձեզ, ուրեմն տրտնջալ ինչ է, գայթակղված վիճակ։ Երբ որ կա տրտունջ, երբ որ կա բողոք, դա արդեն գայթակղված վիճակ է։ Դա ձեզ գայթակղեցնում է։ Հիմա ինչ ենք մենք տեսնում եկեղեցում։ Պարտադիր չի քո սրտով լինի կամ իմ, հա, պարտադիր չի, Աստվածաշնչի ուզածով լինի։ Տեխնիկական հարցերը չեմ խոսում, ֆունդամենտալ հարցերն եմ խոսում։ Տեխնիկական հարցերը կարա ցույց տա իմ սրտում, գիտեք ինչ, եթե ֆունդամենտալ լուծված է, ինչ ասեմ, լավ, փառաբանության հարցը իմ սրտում ֆունդամենտալ լուծված է, փառաբանում եմ երկով պարով ուրախությամբ, ասում եմ ուրախացեք, որ ձեր անունները կյանքի գրքում է, այդ ուրախությունով ես լցված եմ, ես Տիրոջը փառք եմ տալիս, մեծարում եմ, ֆունդամենտալ, չէ՞։ Հիմա մի երկ իմ դուրը գալիս է, չի գալի, մեկը ես սրտանց փառաբանում եմ։ Հիմա ես երկը կա, չէ՞, որ երկեր կան, որ sense սրտիդ մեջ ուրիշ ձև ասենց գնամ, չէ՞, երկեր կան դու ուղղակի փառաբանում ես, մեկը փառաբանում ես։ Բայց քո սրտում ինչ որ տրտուն չի, եւ այլ չի, ես չեն չի։ Ամեն։ Բայց դե երբ որ կա քննադատություն, էս ինչա, արդեն ֆունդամենտալ հարց է։ Ամեն։ Ու յուրաքանչյուր բանի հետ կապված եկեղեցում, մոտեցման հետ կապված։ Գիտեք, մեր ներսը, ես ինչ եմ ասում, այսօր սրտից ուզում եմ ձեր հետ խոսեմ, որտեվ իմոնց հետ եմ խոսում։ Իմ ընտանիքի հետ եմ խոսում։ Եվ խոսում եմ, որպեսզի մեր ներսում ինչ-որ բաներ փոխվի։ Մեր շուրթերը սկսի ճիշտը խոսել, որովհետև սրտի ավելացածի շուրթերը խոսում է, որ մեր մոտեցումները, մեր աշխատանքը, մեր գործը ճիշտ սկզբունքների ու հիմքի վրա լինի, Աստծո սրտի ուզածով լինի։ Որովհետև Աստված է եկեղեցու գլուխը։ Աստված է մեր բոլորի հայրը։ Եվ ընդեղից է գալիս, հա, եւ շինում է եկեղեցին։ Եկեղեցին շինվում է։ Աստված է շինում եկեղեցին։ Եվ հետո ասում է դա ձեզ գայթակղեցնում է, հա։
Ղուկաս 17-ի մեջ նայենք հələ։ Տասնյոթի առաջի խոսքը։ Եվ աշակերտներին ասեց։ Հիսուսը իր աշակերտներին ասում է. անկարելի է, հիմա մի հատ եկեք հասկանանք, եթե Հիսուսը մի բան ասում անկարելի է, ուրեմն դա անպայման լինելու է։ Անկարելի է։ Եթե անկարելի է, ուրեմն մենք հասկանանք, Հիսուսն ասեց անկարելի է, բայց ինչի վրա, նայեք, անկարելի է, որ գայթակղություններ չգան։ Ուրեմն գայթակղությունները գալու է։ Հիմա այստեղ երկու մոտեցում։ Որ մարդիկ կանան երկու մոտեցում։ Նայեք, որովհետև հաջող խոսներ ասում, բայց վայ նրան, որի ձեռով կգա։ Հիմա մենք այդ երկու մոտեցումն էլ պետքա ոչ թե մեկի կողմը ընտրենք, այլ երկուսի կողմն էլ ընտրենք։ Որ մի կողմ, որ իմ ձեռով հանկարծ չգա, գայթակղությունը, մեկ, չէ՞ որտեղ վայ եմ ելնում։ Եվ երկրորդ, եթե անկարելի է որ չգա, ուրեմն կարող եմ դուրը գա, բայց ես նենց անեմ, որ ես չգայթակղվեմ։ Որտեղ անկարելի է որ չգա։ Միտքը պարզա։ Ես երկու կողմից էլ պետքա մտածեմ։ Երկու կողմից էլ պետքա աշխատեմ։ Այնպես անեմ, որ իմ միջոցով չլինի, բայց ոնց ուզում ալնի, մի բան իմ կողմից ոնց ուզում ալնի, մի բան կարող է մեկի դուրը չգա։ Ես կարամ սաղի համար լավ ելնեմ։ Ով կարա սաղի համար, բոլորի համար լավ լինի։ Հիսուսը, որ Հիսուսն էր, բոլորի համար լավը չկարողացավ լինի։ Իհարկե ինքը լավն էր, բարի է, ինքը Աստված է, կատարյալ, բայց ոչ բոլորը այդպես տեսան։ Ոչ բոլորը այդպես ընդունեցին։ Շատերը ընդդիմացան, ատեցին, վերջի վերջը խաչեցին։ Որովհետև մտածեցին, որ իմ համար վատն է։ Իր հարցը լուծենք, իմ հարցը ամեն ինչ լավ կլինի։ Ու հետո Հիսուսն ասում է, հետևյալ խոսքերը. վայ ձեզ, երբ որ ձեր մասին բոլորը լավը կխոսեն։ Միևնույնն է, բայց դա չի նշանակում լավը խոսել, մենք առիթ տանք վատ առումով։ Մենք կանչված ենք լույսը խոսելու, ճշմարտությունը խոսելու, բայց այդ ճշմարտությունը շատերի համար դեղ կլինի, շատերին կծակի։ Ով ինչպես է վերաբերվում։ Հիմա գայթակղության առումով մենք պիտի իրականում ինչի եմ ես խոսում գայթակղության առումով, որտեղ եթե մենք ընդունենք գայթակղությունը, մենք կդառնանք գոլ, որից հետո սառը, ու հետո կհեռանանք։ Գիտեք, ֆիզիկապես մարդը ներկա լինել, կարա ներկա լինի, բայց սիրտը կտրված, հեռացած։ Որովհետև միտեղ կա Հիսուսն ասում է ժողովուրդը իր սրտով է, չէ՞, իր շուրթերով է միայն ինձ պատվում, բայց սիրտը ջոկված ու հեռացած է ինձանից։ Այսինքն ֆիզիկական երևույթով ցույց է տրվում, որ Աստծուն երկրպագող մարդ է, բայց սրտեր քննող Աստված ասում է շուրթերն է, սիրտը հեռու է ինձանից։ Արդեն սառած եւ գոլ վիճակի մեջ է, անտարբերության վիճակի մեջ է։ Ժողովուրդ, ես եւ դու միասին պետք է ամեն բան անենք, որպեսզի ոչ մի գայթակղություն ինձ ու քեզ չփոկի։ Գայթակղությունները գալիս են փոկելու համար։ Փոկելու այն կրակից, որը Տերն է։ Հիսուսն ասեց՝ դուք իմ մեջ եք, ես ձեր մեջ եմ։ Աստված մաշող կրակ է։ Իսկ կրակի հետ շփվողը չի կարա չվարվի։ Կրակը ունեցողը չի կարա կրակ չլինի, չի կարա տակ չլինի։ Հիսուսն ասեց դուք եք այս երկրի աղը եւ լույսը։ Լույսը մինչև չի վառվում, նա չի կարում լույս լինի։ Վառվելուց է լույսավորվում։ Դրա համար ես եւ դու պետք է ամեն բան անենք, որ այդ կրակը մեր մեջից մենք այդ կրակից չհեռանանք։ Իսրայել ժողովուրդը հիշում եք, անապատի մեջ Աստված իրանց հետ էր։ Առաջնորդում էր։ Գիշերը կրակի սյունով, ցերեկը ամպի սյունով։ Աստված ինչպես կրակ իր ժողովրդին առաջնորդում էր։ Իսկ կրակը
եւ լուսատալի, եւ տաքացնում է։ Գիտեք, անցած ծառայությանը մենք ինչ ենք ընդունել։ Եվ մենք նպատում ենք ծոմ էինք անում, դրանից առաջ ծոմով աղոթներ ենք ունեցել։ Գիտեք ինչի համար։ Միաբանության։ Այսպիսի մոտեցում կա, որ մարդ կարա այսպես մտածի. ես փոխվողը չեմ այ մարդ։ Մեկ մարդ կարա մտածի. ալիկը փոխվողը չի այ մարդ, այսինքն կողքին է, էլի, ի նկատի ունեմ, պրոստը դիմացին է։ Բայց մարդ կարա մտածի. Աստված ամենակարող է։ Եթե ես հասկանում եմ, որ մենք բոլորս ենք փոխվելու կարիք ունենք, այո, այդ նշանակում է մենք ճիշտ տեղում ենք։ Ես փոխվելու տեղ ունեմ, եւ իմ կողքինը փոխվելու տեղ ունի, եւ մենք միասին պետք է նմանվենք Հիսուսին։ Եվ ամեն բան անենք, որպեսզի պահենք։ Եվ գիտեք հետարքիրը որն է։ Ով կարա մի միջավայրում, եթե միտեղ դու աշխատում ես, ով աստեղ աշխատում, խնդրում եմ ձեր բարձրացեք, միտեղ աշխատում է։ Հա, աշխատում եք, փառք Աստծուն ձեզ համար։ Հիմա ասենց ասեմ։ Պատկերացրեք, որտեղ որ դուք աշխատում եք, մի մթնոլորտ լինի, որտեղ ամեն անգամ բացասական լինի։ Այս ինչ տեղ է, այս ինչ շեֆ է, այս ինչ է, այս ինչ տաղեկ են ստես, ինչ է, ովքեր են ստես, ինչ է, ինչքան կարաս դե աշխատես։ Կարող եք այդպեսի մթնոլորտում աշխատել։ Բա որ դու ես սկսում այդ նույն տեղը տենց ասել։ Այս ինչ տեղ, այս ինչ եմ։ Մի ուրիշ տեղ։ Ով գիտի, ով որ միտեղ աշխատում է, գիտեք, այդտեղ կատարելություն է, որտեղ աշխատում եք։ Չէ։ Ահա։ Կատարելություն չի, բայց մթնոլորտը պատկերացրեք։ Մենք կփոխվենք։ Լավը կլինի։ Կգնա առաջ։ Տնօրենն էլ ձեր հետ ասում է, այո, ես էլ կանեմ, կաշխատենք իրար հետ։ Որ լավը լինի։ Իրար հետ միասին աշխատելով կփոխվենք, կգնանք առաջ։ Ինչ եք կարծում այդ մթնոլորտում լավ կաշխատեք։ Կփոխվեք, կգնա, հա։ Հիմի հարց։ Մենք ինչ ենք անում, որ այդ մթնոլորտը լինի եկեղեցում։ Այս ինչ այս ում, հա։ Ըստե մեկը սենց ընդեղ մեկը, թե լավ կլինի։ Եթե մենք ասում ենք սա մերն է, մենք երբեք բացասականը չենք խոսի, մեր մեջ։ Ոչ թե բացասականը չենք խոսի, կծածկա դմփոց բառը օգտագործեմ։ Ծածկա դմփոց կանեմ, յանի մենք լավն ենք, չէ, մենք աշխատենք, որ լավը դառնանք, բայց մեր խոսքերով կսկսենք իրար բարձրացնել։ Հա, աբոյի հետ ես կարող եմ տեսնեմ աբոյի կյանքում ինչ-որ մի բան, հա, բայց իմ խոսքերով բարձրացնեմ իրան։ Ես չեմ ասում, հա, այդ բանը լավ էր, որ իրա մոտ էր։ Չէ, կսկսեմ օգնել բարձր, լավ կլինի, կհաղթես եւ այլ, ոգևորել, մյուս, ու այդ բանը կփոխվի իրա մոտ։ Նույնն էլ հակառակ կողմից ինձ։ Ոգևորել, խրախուսել։ Գիտեք, չէ՞։ Ընդհանրապես խրախուսելը ով է պրեմիա ստացե։ Պրեմիան դա խրախուսական աշխատավարձ է։ Խրախուսական։ Այն որ մի հատ պրեմիա տվին, ինչքան եք ուրախացել։ Հաջորդ օրը հավեսով եք գերգործնարը։ Դա խրախուսել է ինչ-որ մի բան։ Ավելի լավ, ավելի չէ, հասարակ բառերը, բարձրացնող բառերը, խրախուսական բառերը, բարձրացնում, իսկ սպանող բառերը հիասթափություն ա բերում, անտարբերություն ա բերում։ Եթե ես ասում եմ սա իմն է, իմինի հետ ինչ խոսքեր եմ խոսում։ Պատկերացրեք, դերել չլսեմ բացասական իրար հետ։ Խստիվ արգելվում է։ Մի հատ վերևը պետք է գրենք կպնենք։ Բացասական խոսքերը խստիկ արգելվում է, ծխելն արգելվում է, այս արգելվում է, այդ բացասական խոսքերը։ Բամբասանքը բացասական խոսք է, քանդող խոսք է, շինող խոսք չի։ Քծող, քննադատող խոսքերը, բացասական բաները։ Բայց ինչն է խրախուսվում, այն ինչ-որ դրա հակառակն է։ Բարձրացնող խոսքերը, օրհնող խոսքերը։ Ես չեմ ասում սխալների մասին չխոսենք։ Խոսենք սիրով։ Որտեվ եթե մեր սխալների մասին մենք չքննարկենք, ինչպես կարանք ուղղվենք։ Հիսուսը իր աշակերտների սխալների մասին խոսում էր, ժողովրդի սխալների մասին խոսում էր, եւ վերջի վերցրեց այդ սխալներն իր վրա ու խաչվեց, որ օգնի այդ սխալներից ազատելու։ Մենք պետք է հետևենք այդ օրինակին, ինչպես Հիսուսն արեց։
Ամեն։ Մարկոսի ավետարան 14-րդ գլխում հիշում եք արդեն այստեղ վերջն էր, որ Հիսուսը պետքա մատնվեր։ 26-ից ասմաուրդներքելուց հետո դուրս ելան Ձիթենյաց Սարը եւ Հիսուսը նրանց ասեց, թե ամենքդ այս գիշեր կգայթակղեք ինձանից։ Գիտեք, որ ամեն մեկի կյանքում էլ ինչ որ գալիս է մի կետ, որ եկեղեցու պահով մի բան սրտի մեջ մի բան իր սրտով չի լինում։ Մի կետ գալիս է, բայց մարդ պետք է այդ բանը իր ներսում ինչ անի։ Հիսուսը իր 12-ին, որ վաղը առաքյալներն էին, մի քանի օրից առաքյալները աշխարհի շուռ տվողներն էին ըննելու, ասես դու գայթակղվելու եք իմ վրա։ Այսինքն, եթե այդ վիճակը եղավ բոլորի մոտ, այսօր էլ առնելու բոլորի մոտ։ Մի բան դու տեսնելու ես եկեղեցու մեջ, որ դու պիտի հաղթես։ Մի բան դու տեսնելու ես, կամ հեռանաս, կամ հաղթես։ Կամ դու ուժեղանալու ես, կամ դու հեռանալու ես։ Անպայման այդ դրանով բոլորն են անցնելու, անպայման։ Պետրոսը պետք է ստեղ մեկ վերջի խոսար։ Եվ Պետրոսն ինչ է ասում։ Ասում բոլորդ Հիսուսն է ինչ է կարծում։ Հիսուս մի բան գիտի ու ասում է։ Ասում բոլորդ գայթակղելու եք, Պետրոսն ասում է, ո՞նց եղավ, այդ ինչ եք ասում այն մարդ։ Ես։ Պետրոսն էլ ասեց նրան, թեև ամենն էլ գայթակղեն, բայց ես ոչ։ 29-րդ խոսքը։ Հետո էլ հիշում եք այն հավի ձեն տալը։ Դառը, լացել, ապաշխարելը, վերականգնվելը։ Մեկը բոլորն անցնելու են։ Բայց այստեղ դիրքորոշում։ Իրավիճակ եկավ, ինչպիսին էին վերաբերմունք այդ իրավիճակի նկատմամբ։ Գայթակղվեմ, թե հաղթեմ։ Թե ասեմ իմնա, ինչ եմ անում, այս վիճակը փոխվի։ Ով ազում վիճակները փոխող լինի։ Ուրեմն պահի սիրտդ, սիրի Հիսուսին եւ սիրի եկեղեցին։ Ես ուզում եմ ցես մի բան ասել։ Եկեղեցին Հիսուսը համեմատում է իր հետ։ Իր մարմնի հետ։ Ով էր Պողոս առաքյալը։ Սավուղն էր, Սողոսն էր, որ հալածում էր ում։ Երբ որ Հիսուսը կանգնեց Պողոսի առաջ, մինչև Պողոսը Սողոսի, ասեց Սավուղ, ինչ ես ինձ հալածում։ Հիմա մի ուրիշ օրինակ բերեմ, տղամարդիկ ամուսնացած լավ կհասկանան։ Երբ որ ասում եմ Արուսը, երբ որ ասում եմ ես, ուրեմն Արուսն էլ այդ հայտնի ֆիլմի, չէ՞։ Որ ասում եմ ես, ուրեմն այդ եսը մեկ է իր կեսի հետ։ Երբ որ ասում եմ իմ կինը, ուրեմն այդ ես։ Երբ որ Հիսուսն ասում է եկեղեցին, հարս եկեղեցին, ուրեմն այդ ինքն է։ Դրա համար ասեց ինչ ես ինձ հալածում։ Հիմա ումն է եկեղեցին։ Ինքն է, իր մարմինն է։ Ով էր եկեղեցին։ Մենք կատարյալներս, եթե ես հալածում եմ, ում եմ հալածում, ում եմ կպնում, միտքը բռնեցիք, իսկ եթե ես գործում եմ, ես ասում եմ, ես իմն է, ես իրա մաս եմ ուրեմն, պատկերացրիք, հալածողը դեմ է, աշխատողը ներսի իրանից է, պատկերացրիք ինչ եմ ասում։ Այնպես որ եկեք գիտակցենք, որ եկեղեցին Քրիստոսինն է ու ինքն է կանգնած եկեղեցու համար։ Հա, այն վատ մեկի համար, որ մտածում ենք իրա համար էլ, հա հենց իրա համար էլ։ Հիսուսը կանգնեց Մարիամի կողքը Մագդաղենացու, որ բերել էին քարկոծը։
կանգնեց իր կողքը։ Մենակ Հիսուսը կանգնեց։ Այն Մարիամին, որ եկել էր հետո, իր արցունքներով ոտքերն էր լվանում Հիսուսի։ Որ էլի սկսեցին դատել, որ իմանար ով է։ Ու էլի Հիսուսը կանգնեց իր կողքը։ Ես միշտ կանգնելու եմ եկեղեցու կողքը, իսկ եկեղեցին կատարյալները չեն։ Որտեվ ասում եմ իմն է։ Այդ մտածելակերպն է, որ միաբանությունը պահում է։ Դա սերն է։ Վարդապետական հարցերը քննարկենք ընկնի տեղը։ Միգուցե այսօր հարցեր կա, որ քո մոտ կարող է այս ոնց է, այս ինչ է, Աստվածաշնչյան դպրոց լինի, քննարկումներ լինի, այդ ամենը կսովորես։ Բայց սիրտդ պահի հակառակությունից, հակառակվելուց։ Որովհետև Հուդայի թղթի մեջ ասում է վայ նրանց, որ կորխի հակառակության պես կորան։ Վայ նրանց կորխի հակառակություն բառն է, որ բարձրացավ Մովսեսի դեմ։ Հակառակություն, որ Աստծո ժողովրդի դեմ։ Բաղամի մոլորությունով վարձքին նվիրվեցին եւ Կայենի պես եղբայր սպանեցին։ Վայ նրանց, եւ շարունակության մեջ ասում է, նրանք գայթակղության ժայռեր են սիրո խնջույքներում։ Գայթակղության ժայռ, այսինքն այդ երևույթների կրողները գայթակղեցնում են սիրո խնջույքները։ Ուզում են պարակտեն, գայթակղեցնեն, մասնատեն այդ երևույթները։ Իսկ մեր սիրտը պետք է պահենք այդ երևույթներից։ Հակառակությունից, իրար սպանելուց, սպանելը սենց չի չէ խոսքով, գցող մյուս, աշկի տերևում, մեջդ էլի, ասեցիր, արդեն ներսումդ սպանեցիր։ Ամեն։ Ես չեմ ասում մենք այդպիսին ենք, ես ասում եմ այդպիսին չդառնանք։ Եթե ես մի բան կարծում եմ, այդ չի նշանակում մենք էլ, այ տեսար, չէ՞ մենք ինչպիսին ենք, որ ես ասում էի, այդ էլ մի դատել է էլի ու այդ խոսքը վեկալելով ու էլի դատելով։ Այդպես չմտածենք, այլ եկեք մտածենք, որ խոսքը եկավ, մեզ զորացրեց, որ մենք չդառնանք այդպիսին։ Եթե մի բան էլ մեր մեջ տեսանք, թեկուզ տեսանք, փոխվենք։ Բայց ոչ թե ասենք, տեսարը հաստատեցի, որ ասում էի սենց ենք, չէ։ Էդ էլ է դատել։ Էդ էլ է ուրիշին տեսնել ու քեզ չտեսնել։ Ժողովուրդ, ուրեմն ես եղել եմ շատ վատ, մեղավոր ինչ-որ մեկը։ Եվ ես հալածել եմ իմ հավատացյալ մորս, հավատքի համար։ Չնայած նրան բժշկված լինելով ինքը, որ ինքը ես տեսել եմ Աստծո գերբնական բժշկությունը։ Բայց միևնույնն է իմ կյանքը չէր փոխվում ու ես չէի նվիրում իմ սիրտը Հիսուսին, բայց ասում էի, հա, Աստված կա, շնորհակալ եմ Աստված, հա, բայց իմ կյանքի հետ գործ չունես Աստված։ Ու գիտեք հետարքիրը որն է, ես բացի այդ անելով, ես խնդիրներ էի սարքում, արհեստական, նպատակային խնդիրներ էի սարքում, հավատքի հետ կապված հարցերի հետ, ընտանիքում, մամայի հետ կյանքում։ Ու մի օր մաման եկեղեցում մեր ծառայողներից, հովիվներից, որ ինձ ճանաչում էր, ծանոթացել էինք մենք, մամային հարցնում է, մի քիչ ինքը ռուսախոս էր, ասում էր, սիստրա, մամային հարցնում է, ո՞նց է մհերը։ Ասում է, ո՞նց է մհերը, լացում է, ոնց պետք է լինի։ Խոսքեր չկա, մենակ լացա, արդեն հերիք է ոնց է։ Գիտեք ինչ է ասում։ Ես մամայի վկայությունն եմ ասում, ինչ որ իրանից լսել եմ, առաջի ձեռ։ Ասում է, այդ տղու մեջ մի լավ բան չկա։ Մի լավ բան։ Մաման մի պահ սկսում է մտածել, ասում է, չէ, շատ լավ բաներ կա։ Մի չէ, շատ լավ բաներ կա։ Ասում է, սկսի տեսնել այդ լավը ու աղոթել, որ փոխվի։ Եթե մենք մենակ վատերն ենք տեսնում, ժողովուրդ, փոխվելու մասին մի մտածի, որ կունենաս կտեսնես փոխված բան։ Բայց եթե դու սկսես լավերի վրա կենտրոնանալ, մեր եկեղեցին լավն է, ժողովուրդ։ Մենք շատ լավ բաներ ունենք։
Հարցը դու ինչ ես տեսնում։ Եվ մի օրինակ, որ այսօր ես Աստված ինձ ցույց տվեց, պատկերավոր ձևի ուղղակի ես տեսա։ Ոչ թե տեսա տեսիլքի նման, ասենց էկրանը բացվեց դեն, տենց չէ։ Մտա որ այդ պատկերը հայտնությամբ է, սկսի պատկերացնել։ Մենք պատկերավոր մտածելակերպ ունենք, Աստված մեզ տենց է ստեղծել։ Երբ որ գեղարվեստական գիրք ես կարդում, պատկերավոր ես կարդում, թե 4 տառ ես կարդում առանց պատկերի։ Ես պատկերավոր եմ կարդում, չգիտեմ, տեսարան է իմ մոտ սկսում կառուցվել։ Մարդը այդպես ստեղծված է։ Ու այդ խոսքերը ինձ ոնց որ այդ պատկերավոր ես սկսեցի տեսնել։ Մի հատ մեղվի փեթակ։ Ու կարծես մեղվի աշխատանք, որ եկեղեցին նմանացրեցի։ Գիտեք մեղուն ինչ պարտականություն ունի։ Մեղուն երբ որ դուրս է գալի թռիչքի, գիտեք երկու հոգի թե հոգի է թե հատա, չգիտեմ։ Մեր պարագայում երկու հոգի։ Մի քանի մեղուներ կանգնած են պահապան մուտքի առաջ։ Եվ նրանք օտարներից են պաշտպանում, որ չգան օտարները գողանան իրանց բերքը եւ այլն։ Նրանք կանգնած են եւ նույնպես հսկում են մեր ընտանիքի մեղուները, որ թռել են։ Իրանք դատարկ պիտի չգան։ Դատարկներին կանգնում են, ասում են հետ։ Հա, պետք է գնալ լծված գա։ Երկրորդ, նրանք նույնպես նայում են թռնողներին, էլի դատարկ պիտի չթռնեն։ Գիտեք, որ դատարկ չեն թռնում իրանք։ Այդ գիտեիք թե չէ։ Իրանք զիբիլ պետք է տանեն մեջից։ Պատկերացրեք մի երրորդը կանգնած մեղվի փեթակի մոտ ու կարծիք է կազմում։ Այդ կարծիք կազմելու պատկերն եմ հասկացել այսօր։ Գիտեք որն էր։ Դու տեսնում ես կեղտերը հանող, թե լիքը մցնող։ Բացասականը կեղտերը հանողն է, լստե ինչ է այս փեթակի հետ կատարվում։ Բա կեղտ է հանում։ Այս փեթակում սաղ կեղտ է։ Տենց է թե չէ։ Եթե դու բացասականն ես տեսնում, փեթակի ցախ ոնց նայում ես կեղտ է հանում։ Բայց եթե նայում եմ մտնողին, այս փեթակի մեջ սաղ մեղր այ մարդ։ Հələ ով մտավ բերեց։ Ինչ ես դու տեսնում։ Պատկերացրեք։ Եկեք դիտորդ չլնենք ժողովուրդ։ Այդ դիտորդ վիճակը, այդի դիտորդն է։ Այդի փեթակից չի։ Փեթակի մեջինը գործի մեջին։ Որ կեղտը հանում է, մեղրը բերում։ Ինքը գործի մեջ, ասկի չի էլ տենում, ինքը գիտի ինչ պետք է անի, անում է, սիրով անում է, հա։ Գնում է դուրս, աշխատած գալի ուրախությամբ, իր պաշարը հավաքում է, չէ՞, ուրախացած։ Բայց մեկ էլ են կողքից են մեկը, որը որ դիտորդի նման։ Ուզում է վարակի այն աշխատողին։ Ես չես ասի, բա հլստենայի։ Այսքան վաղ չէի տեսել ինչ ես հանում հետդ։ Հələ չէի տեսել լնդենայի։ Այս, հա, էլի ուզում ես կողքը կանգնել, գործից կտրվել։ Դու էլ գործ չանել, ուզում ես կողքից լնդենայի։ Չէ՞։ Նոր ասում եմ, աշկը գցել է գահից։ Հայլին վերցրել է ու գազան, մարդել կուտի։ Նշում եք հայտնի մուլտֆիլմ, կուտի։ Ու մենք սկսում ենք, ես ինչ է, բայց չենք անում, որ այդ մեզ ենք տեսնում այդ։ Մենք ենք այդպիսի։ Ումից ենք խոսում, ում մասին ենք մտածում։ Ես եմ այդ։ Իմն է եկեղեցին, ես եմ եկեղեցին։ Եկեք գործ անենք։ Ամեն։ Մի մարդել կա կարասի, ճար ասեմ, թե գործ անեմ։ Չէ։ Չալո դու, կարը։ Մստո դու, մստո, ես, չէ։ Մյուս։ Ժողովուրդ զանգը կախոլ է պետք։ Գործ անել է պետք։ Թևերդ կշտի ու աշխատի, սիրով աշխատի։ Առանց բամբասանքի, առանց քննադատության, սիրով, հիշիր, մենք ենք, սա իմն է,
Լավն էլ է իմը, վատն էլ է իմը։ Պիտի աշխատեն, որ վատերը փոխվեն, պիտի աշխատեն, որ լավը շատանա։ Եթե մենք ուզում ենք վատը չփոխվի, ոչինչ մի արա։ Եթե ուզում ես փոխվի, գործի ուրեմն։ Ծառայի, Տիրոջը սիրի, վազի, իներցիայի տակ չէ, շարժիչդ խոտ տուր, ունթացի, սլացի, Տիրոջ ճանապարհների մեջ։ Պողոս ասում է ինչը կբաժանի ինձ Աստծո սիրուց, մա հալածանք։ Պողոսը շատ տեղերում գրում ասում է հալածանք ներսից, հալածանք դրսից, հալածանք սուտ եղբայրներ, հալածանք ամեն տեղից։ Բայց ինչ ինձ կբաժանի Աստծո սիրուց։ Ոչինչը։ Թող քեզ էլ ոչինչը չբաժանի Աստծո սիրուց։ Ամեն։ Ու այն ինչ էլ որ առաջադրանք է ստանում, լինի հովվից, թե խմբակի ավակից, ընդունի ոնց որ ծնողից խրատ լինի, առաջադրանք լինի, ոչ թե այս սում են ինչ ասում, չէ։ Եկեք իրար հետ այդպես վարվենք։ Եթե կողքինից ինչ-որ մի բան ես ստանում, օգնելու, ինչ-որ բան ես նկատում, ինչպես քոնոնց, քո քրոջ ու եղբոր, այդ սրտացավությամբ, ոչ թե անտարբերությամբ, այլ սրտացավությամբ մոտեցի, որտեղ եկեղեցին իմն է, մեր ընտանիքն է ու Աստծո տունն է, եկեղեցին Քրիստոսինն է, մենք էլ Քրիստոսինն ենք, Տեր օրհնի ձեզ շատ։